Սա Արցախի Քարինտակ գյուղն է, լեգենդար Քարինտակը։ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանը գրում է, որ գյուղը հիմնված է Շուշի քաղաքի հարավային ստորոտում, նույն օժանդակի ձախափին։ Բնակիչները տեղափոխվել են Բերդաձոր գավառի Խծաբերդ գյուղից։ Պահպանված արձանագրությունները վկայում են, որ 1700-ական թվականների առաջին քառորդում իրոք գյուղը հիմնադրել են Բերդաձոր գավառի Խծաբերդ և Դիզակի գավառի Թաղեր գյուղերից տեղափոխված գերդաստաններ։ Նրանք իրենց հետ բերել են նաև իրենց բարբառը, որով այժմ էլ խոսում են նրանց սերունդները։ 1813 թվականին կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը 2000 թվականին հիմնանորոգվել է Երկիր և մշակույթ կազմակերպության կողմից։ Եկեղեցին այժմ արդեն գործող է և այստեղ կիրակի օրերը մատուցվում է պատարագ։ Ինչեր միայն չեն անցել Քարինտակի գլխով շուրջ 3 երկար ու ձիգ դարերի ընթացքում, սակայն գյուղը միշտ կանգուն է մնացել, անսասան, ինչպես նրան շրջապատող լեռները։ Այս գյուղում միշտ ապրել, գործել են ազիվ մարդիկ։ Այս մարդիկ դարերով դիմակայել են յուրաքանչյուր օտար թշնամու։ Մենք ունենք տեղեկություններ հենց գյուղի գերեզմանատուն ու նրա քարերը ուսումնասիրելուց, մեր ապուպապերի պատմածներից, թե ինչպես են այս գյուղացիք դիմակայել արաբական զավթիչներին։ Սերո Խանզադյանը հանրահայտ նկարագրել է այս գյուղի հերոսների մարտը օտար բռնակալների դեմ։ Այս գյուղի մարդիկ դիմակայել են Աղամամեդ խան Գաջարին, և վերջին հաշվով ես շատ լավ հիշում եմ իմ պապերի հասակակիցներ Հարություն Բաղդասարյանին, Հարություն Թովմասյանին, Օհան Պետրոնին և ուրիշ շատերին, որոնցից սարսափում էին Զարսլի կոչված այս հարևան գյուղի բանդիտներն ու Շուշուի թուրք ավազակապետերը։ Նույնիսկ 1920 թվականին, երբ թուրքերը վառեցին գեղեցիկ Շուշին, դարձյալ նրանց չհաջողվեց լրիվությամբ վառել Քարինտակ գյուղը։ Վառեցին նրանք մի քանի տներ, բայց քարինտակեցիները դարձյալ կարողացան նույնիսկ այդպիսի ժամանակաշրջան, ինչպիսի մեծ առավելություն ունեին ուժերի թուրքերը, կարողացան դիմակայել։ Այդպես մաքարելով ու քարից հաց քամելով Քարինտակցին եկել հասել է մինչև 20-րդ դար, 1988 թվական, երբ նոր թափ առավ մեր ազգային ազատագրական պայքարը, Ղարաբաղյան շարժումը, որը նոր իմաստ հաղորդեց մեր կյանքին։ Փետրվարի կեսերին մարզկենտրոն Ստեփանակերտում և շրջկենտրոններում տեղի ունեցան ակտիվի ժողովներ, որտեղ մարդիկ պահանջում էին վերականգնել պատմական արդարությունը և մարզը վերամիավորել Մայր Հայաստանին։ Այդպիսի մի ժողով էլ 88-ի փետրվարի 15-ին տեղի ունեցավ Շուշիում, որի մասին 1991 թվականի փետրվարին գրված իր հուշերում պատմում է այն ժամանակ Քարինտակի սովխոզի պահեստապետ, 1989 թվականի հունիսից գյուղի ջոկատի հրամանատար Վաղարշակ Արուշանյանը։ Հավաքը ղեկավարում էր անձամբ Բորիս Գևորգովը։ Ես ներկա էի այդ հավաքին։
Հանդես եկողները լրիվ իրենց մերկացրին, ինչ լկտի արտահայտություններ ասես որ չարեցին։ Ասեմ, որ Գևորգովը Գերագույն խորհրդի դեպուտատ էր ընտրվել Շուշիի շրջանից, նշանակում է նաև մեր գյուղի կողմից։ Իր գործունեության 16 տարիների ընթացքում նա ոչ մի անգամ չի եղել մեր գյուղում։ Փետրվարի 20-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լղիմ ժողովրդական падգամավորների 20-րդ գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը։ Հայտնի է, թե ինչպիսի արհեստական խոչընդոտներ էին դնում կենտրոնական եւ ադրբեջանական իշխանությունները նստաշրջանը տապալելու համար։ Այդ մասին նույնպես Վաղոն պատմում է իր օրագրում եւ ավելացնում. 30-40 երիտասարդներ Ավանի կիրճով գնացինք Ստեփանակերտ։ Շուշիից քարեր լորեցին ձորով անցնելու ժամանակ, հրաշքով փրկվեցինք։ Մազի կամրջի մոտ հսկող զինվորները մեզ ետ տվեցին։ Մենք քաղաք մտանք շրջանցելով կամուրջը հին Ստեփկեսի մոտով։ Հրապարակում ասեղ գցելու տեղ չկար։ Չնայած փակ լինելուն, ոտքով եկել էին մոտիկ գյուղերից։ 60,000-ից ավելի մարդ էր հավաքվել։ Նստաշրջանը սկսվեց երեկոյան 9:10-ին 1988 թվականի փետրվարի 20-ին։ Հարցը մեկն էր. մարզն անհապաղ հանել Ադրբեջանի կազմից եւ այն միացնել հայկական ԽՍՀ-ին։ Մեր արդար պահանջին Բաքուն Մոսկվայի թողտվությամբ պատասխանեց Սումգայիթով, իսկ շուտով իրավիճակը բարդացավ Շուշիում եւ Բերթաձորի ենթաշրջանում։ Շատ ծանր էր 1988 թվականի մայիսը։ Մեր աչքերով տեսանք եւ ժողովուրդը զգաց Լենինյան կոմունիստական կուսակցության ճակերտավոր մարդասիրությունը։ Մարդիկ զգացին, որ խաբվել են ամբողջ 70 տարի։ Ես 8 տարվա կոմունիստ էի։ Զգացի Լենինյան տոմսի կեղծությունը եւ հրաժարվեցի այդ կուսակցությունից։ Շուշիից գաղթած բնակչության քանակը հասնում էր 718 հոգու։ Ես եւ գյուղխորհրդի նախագահ Մաքսիմ Հարությունյանը 2 մեքենա ուտելիք բերեցինք։ Գյուղի բնակչությունն ամեն ինչ անում էր, որպեսզի բռնատեղահանվածներն իրենց լավ զգան։ Գյուղում մնացին 17 օր։ Այնուհետև Վաղարշակ Արուշանյանը վկայում է, որ ամառն անցավ առանց արտարոց դեպքերի եւ հավելում. Սակայն սեպտեմբերի 18-ին նորից Շուշիի թուրքական թաղամասը հարձակվեց հայկական թաղի վրա։ Հարյուրավոր հայերի տներ թալանվեցին։ Սեպտեմբերի 22-ին վերջին հայ ընտանիքները թողեցին իրենց ծննդավայր Շուշին։ Քաղաքը լրիվ հայաթափվեց։ Իդեպ այդ մասին իր հուշերում գրում է նաև մեկ այլ երևելի քարինտակցի, գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն, հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Հրանտ Ղարախանյանը։ Շուրջ 300 համագյուղացիներ, որոնք վաղուց բնակվում էին այնտեղ, սարսափահար թողեցին քաղաքն ու դատարկաձեռն հասան գյուղ, պատսպարվելով հարազատների, բարեկամների, ծանոթների մոտ։ Գյուղից վերև ժայռի կատարներին ադրբեջանցիների մեծ բազմություն էր հավաքվել։ Բազմության միջից լսվում էին ավազակային արտահայտություններ, սպառնալիքներ, կեղտոտ հայհոյանքներ։ Հրանտ Ղարախանյանի օրագիրը ներառում է ընդհուպ մինչև պատերազմի հաղթական ավարտը 1994 թվականի մայիս ամիս։ Այն հսկայական արժեքավոր նյութ է պարունակում իր մեջ, եւ մենք այս ֆիլմը պատրաստելիս օգտվել ենք դրանից։ Օգտվել ենք նաև Քարինտակի ջոկատի հրամանատարի տեղակալ, ապա հրամանատար Արթուր Արաքելյանի հուշերից։ 1989 թվականի հունիսի 16-ին Վաղարշակ Արուշանյանը գնացել էր Ստեփանակերտ։ Իսկ մենք խոտ էինք ընձում Չախմախ կոչվող տեղամասում, որը գտնվում է Քարինտակ եւ Սխնաղ գյուղերի միջև։ Երեկոյան Վաղոն վերադարձավ բարձր տրամադրությամբ եւ հայտնեց, որ Ստեփանակերտում հիմնադրվել է Հայ հեղափոխական դաշնակցության կոմիտե։ Ինքն անդամագրվել է այդ կուսակցությանը եւ ստացել ԱԿՄ տիպի ինքնաձիգ։ Հաջորդ օրը Ստեփանակերտ մեկնեցինք եւս 4 հոգի։ Ես էի, Լյովա եւ Արթուր Արուշանյանները, Ալեքսանդր Սարգսյանը։ Այդ օրը երեկոյան տեղի ունեցավ մեր առաջին ընդհատակյա ժողովը, որտեղ եւ որոշեցինք կազմակերպել ինքնապաշտպանության ջոկատ։
Հրամանատար ընտրվեց Վաղարշակ Արուշանյան։ Ջոկատը կրեց Արցախցի մեծ զորահրամանատար Նիկոլ Դումանի անունը։ Ես հաշվապահ էի աշխատում, վաղոն մեր պահեստապետն էր, միասին էինք, զենք էինք գնում միասին Ստեփանակերտ, ես այն ժամանակ դեռ զարմանում էի վաղոյի ռիսկի վրա։ Միասին Ուրալով գնում էինք Ստեփանակերտ, իբրև այն ժամանակ արդեն ասկերեն էինք աշխատություն տալիս, բայց շրջում էինք Ստեփանակերտ, կաբը այնտեղից ամեն գալով վաղոն մտնում էր մի ավտոմատ, ինչին անանիցինք կատուրում, և կարծես չէր վախվում, պոստերում ռուսներն էին, ինքը խապում, ամեն սիգարետ, շարուներ ու անցնում։ Արթուր Առաքելյանը շարունակում է։ Երկրորդ փուլում ջոկատի կազմում ընդունվեցին Հենրիխ Ամիրջանյանը, Գարեգին Բաղդասարյանը և Ալեքսանդր Աբրամյանը։ Ջոկատի կազմը դարձավ 8 հոգի։ Ձեռք բերեցինք ևս 4 ինքնաթիռ։ Երրորդ փուլում ջոկատի կազմում ընտրվեցին Ալոշա Վարդանյանը, Սամվել Հարությունյանը, Գարիկ Առաքելյանը, Գագիկ Մկրտչյանը, Աշոտ Գասպարյանը, Ռոմիկ Մարգարյանը և Ալբերտ Աբարյանը։ Հերթական հավաքի ժամանակ որոշեցինք գյուղի շրջակայքում կազմակերպել 7 պահակակետ։ Որոշվեցին պահակակետերի կազմը և պատասխանատուները։ Ես ընտրվեցի հրամանատարի տեղակալ, իսկ Հենրիխին հանձնարարվեց պահակակետերի կառուցապատման և կազմակերպման աշխատանքները։ Եթե Շուշիի հայերի բռնատեղահանությունից հետո Քարին-Տակ Ստեփանակերտ ավտոճանապարհը դեռ մասնակիորեն գործում էր, ապա 89-ի հուլիսի 11-ից այն լրիվությամբ փակվեց և փաստորեն գյուղը հայտնվեց պաշարման մեջ։ Վաղարշակ Արուշանյանի օրագրում կարդում են. Ահա այդ օրերին կռուն կազմակերպության անդամ շարժման ակտիվ գործիչ Ռոլե Սաղաջանյանն ասաց, որ ինքը չի թողնի գյուղացիների լոբին տներում փչանա։ Անպայման կունենանք ճանապարհ։ Խոսքը վերածվեց գործի և շատ կարճ ժամանակում մենք անտառի անանցանելի տեղերով ճանապարհ սարքեցինք և գյուղը կապեցինք մարզկենտրոնի հետ։ Շուրջ 3 տարի մինչև Շուշիի ազատագրումը այդ ճանապարհը Քարին-Տակը աշխարհի հետ կապող միակ ճանապարհն էր, որը սակայն նույնպես անվտանգ չէր։ Հուլիսի 11-ի իրադարձություններին իրենց հուշերում անդրադառնում են և Հրանտ Ղարախանյանը, և Վաղարշակ Արուշանյանը։ Նրանք նկարագրում են, թե ինչպես էին ազերիները Շուշիի ժայռից բուլդոզերներով հսկա քարեր գլորում գյուղի վրա, պայթեցնում ժայռը և ժայռաբեկորները գլորվում ու քարուքանդ էին անում տները, մեծ վնաս հասցնում մարդկանց։ Բացի այդ, ելուզակները հրացաններով կրակում էին մարդկանց վրա, վառվող անվադողեր գլորում տների վրա։ Վաղոն գրում է. Հուլիսի 11-ից 20-ը 10 օր անընդհատ գյուղի երիտասարդությունը համարյա չէր քնում։ Ես ամսի 21-ին, որ քնել եմ ցերեկով, մեկ էլ զարթնել եմ 22 ժամ հետո։ Շատ էինք հոգնել։ 21-ից հետո համեմատաբար մի քիչ մեղմացավ։ Այդ ծանր օրերին մարզից հուսադրող մարդիկ եկան։ Դրանք մեծատարով մարդիկ էին՝ Ժաննա Գալստյանը և Ռոլե Սաղաջանյանը։ Նրանց ներկայությունը շատ կարևոր էր և հուսադրող մարդկանց համար։ Այդ 10 օրվա հարձակումները շատ վնաս պատճառեցին։ Խաղաղվելուց հետո շատ տեղերից եկան, գրեցին, բայց արդյունքի չհասանք։ Այդ օրերին էր, որ անձամբ ես զգացի, որ 100 խոսք ու խոստում մի հրացանի փամփուշտ չարժեն։ Մի տարի էլ գլորվեց, և օր-օրի վիճակն ավելի անտանելի դարձավ։ Ազերիները քարինտակցիների վրա արդեն կրակում էին ոչ միայն հրացանից, այլև հրազենի տարբեր տեսակներից։ Հրամանատարի հուշերում կարդում ենք. Հուլիսի 12-ին գնացի Երևան։ Հենրիխ Ամիրջանյանը մնաց գյուղում որպես հիմնական ներկայացուցիչ։ Այդ ընտանիքի բոլոր անդամները արժանի են արցախցի կոչվելու։ Իսկ եղբոր 7 տարեկան փոքրիկ տղան, որ դեռ լրիվ չէր հասկանում արցախցու այսօրվա նպատակը, նույնպես կանգնած էր իր պապենական տունը պաշտպանելու համար։ Դավիթի պապը, մոր հայրը, որն ապրում էր Ստեփանակերտում, յուղում դեպքերը պատերազմական դառնալուց եկել էր, որ թորներին մի քանի օրով տանի քաղաք։ Եվ ինչ, Դավիթը կանգնում է ու ասում.
բա որ մեզ տանում ես, մեր տունը թուրքերից ով պիտի պաշտպանի։ Մի տեսագրություն կա պահպանված, թվագրված 29 հուլիսի 1990 թվական, հազվագյուտ բացառիկ տեսագրությունը, որը մեզ է տրամադրել մեր շվեդահայ բարեկամ Արամայիս Միրզախանյանը։ Դրանից 16 օր առաջ ամսույս 13-ին լրացել էր Վաղոյի միջնեկ որդու Մխիթարի ծննդյան 14 տարին, սակայն, ինչպես իմացանք, հրամանատարը այդ օրը գյուղում չէր, մեկնել էր Երևան, զենք զինամթերքի հերթական խմբականակը բերելու, ինչի պատճառով էլ Մխիթարի ծնունդը իր օրը չէին նշել։ Եվ ահա Վաղոյի վերադառնալուց հետո, հուլիսի 29-ին, ի հեճուկս քերծի գլխին ծվարած ազերիների, նրանց քթի տակ հարազատներով, ընկերներով, մեծով ու փոքրով հավաքվել էին մի կտոր հաց կիսելու, խոսելու գործերից, ինչու չէ նաև ուրախանալու։ Հայոց մեծամեծ զորավարները, զորքը ժողովել շասնան սարերը, հայոց մեծամեծ զորավարները, զորքը ժողովել շասնան սարերը։ Իշնորի մեր ես Արցախյան շարժման, մունք, շատ հնգերում քունք, երևի հալա շատ էլ պինիլի, հինյա ձետ հալա շատ անիլի, ես ուրախım, մեր ես տանոթված ինկերներ ուղղել լավ ինկերներ են։ Մենք ոչ միայն հերբեցերու լսում ենք, այլ նաև անում ենք այն ինչ, որ կարող ենք, որպեսզի Արցախյան շարժումը հասնի դեշտական նպատակին։ Ես ամուր ոչ մի վարդյան չկարծեք, որ քարին տակը մի վարդյան կարող ամնա մենակ, դուք մենակ չեք, դեր դուք շատ ուժեղ եք, դեր եթե ուզում եք ճիշտ իմանաք, դուք մեզ համար Բերտազորի համար ապավեն եք, մի թերագնհադ եք, մի իշխանեն դղան ճուկանի տեսան հունցըք չեպանն, դեր կենացը։ Արևն է լավ զեյթունցիներ, դեցի հեզնենք արնենք զենքեր դիմենք առաջ, արևն է լավ զեյթունցիներ, դեցի հեզնենք արնենք զենքեր դիմենք առաջ, ինչու գալուխ սրենք բեռնավորին, մենք վիսպարզած, ինչու գալուխ սրենք բեռնավորին, մենք վիսպարզած։ Այս կադրերն այժմ արդեն սուրբ մասոնքներ են, հետաքրքիր է, ով ճանաչեց իրեն կամ իր հարազատին, ով կա այսօր և ով չկա։ Ղարաբաղյան ազատամարտի առաջամարտիկ Ժաննա Գալստյանը պատմում է, որ երբ օրերից մի օր հերթական անգամ եկել էր գյուղ, ինքն ու Վաղոն քայլում էին 5 քարին տակի նեղլիկ ինքնատիպ փողոցով ու խոսում գործերից, Վաղոն նայեց դեպի Շուշիի ժայռը, որտեղից հակառակորդն ամեն օր կրակ էր թափում ու ասաց. «Մենք պատրաստ ենք ապրել նույնիսկ այսպիսի պայմաններում, միայն թե թուրքը չմտնի մեր գյուղը»։ Օրերն ու ամիսները հաջորդում էին միմյանց, սակայն ոչ մի հուսադրող լուր արցախայության համար չկար։ Ավելին, 1991 թվականի գարնանը օղակն ավելի սկսեց սեղմվել։ Ապրելու ապրիլ էր, սակայն այն մահաբեր եղավ մեր շատ բնակավայրերի, այդ թվում և Քարինտակի համար։ Հրանտ Ղարախանյանի օրագրում կարդում են. Ապրիլի 26-ին երեկոյան ժամը 10:40-ին ավտոմատիկ ռակոցներից սեփական տան բակում ծանր վիրավորվեց վաստակաշատ պորտուգալական 4 երեխայի հայր Գուրգեն Ավանեսյանը։ Վիրավորին մի կերպ հասցրին հիվանդանոց, վիրահատությունը տևեց 5 ժամ, սակայն վախը չժպտաց Գուրգենին, նա մահացավ։ Հաջորդ օրը ուղարկավորության ժամանակ անհոգի ավազակները դարձյալ կրակ բացեցին սակվոր ժողովրդի վրա։ Այո, խորհրդա-ադրբեջանական տանդեմը արդեն սկսել էր իրականացնել իր դիվային ծրագիրը, Կոլցո օպերացիան, որն այնքան չարիք պատճառեց մեզ։ Ցինիզմը հասել էր այն աստիճանի, որ օրը ցերեկով օմոնականները անշուշտ զինվորականների ուղեկցությամբ անձնագրային ռեժիմի ստուգման անվան տակ մտնում էին տները, թալանում, կողոպտում, մարդագողություն անում։
իր օրագրում Հրանտ Ղարախանյանը այդպիսի բազմաթիվ օրինակներ է բերում։ Վիճակն օրհասական էր, վերհիշում է Արթուր Առաքելյանը։ 1991 թվականի մայիսի 18-ին Վաղարշակ Արուշանյանը հրավիրում է խորհրդակցություն, որի առանցքն այն էր, թե արդյոք պետք է կանանց երեխաներին դուրս բերել գյուղից, թե ոչ։ Վերջին օրերին այս խնդիրն էր քննարկվում բնակչության շրջանում։ Ոմանք առաջարկեցին, որ պաշտպանությունը լավ կազմակերպելու համար անհրաժեշտ է կանանց եւ երեխաներին դուրս բերել։ Վաղարշակը վճռականորեն դեմ դուրս եկավ։ Վիճաբանությունը տարաձայնություն առաջացրեց։ Հենրիխ Ամիրջանյանը բարձրացավ տեղից։ Բոլորս գիտենք, որ մեր տունը ամենածայրամասում է գտնվում։ Եթե թուրքը մտավ, առաջինը իմ տունն է մտնելու, բայց ընտանիքս նորածին երեխային ոչ միտեղ չեմ տանելու։ Մյուս խոսողները համաձայնեցին առաջարկին։ Որոշեցինք ամբողջ գյուղով մնալ եւ պաշտպանել հարազատ օջախը։ Թերթում ենք Հրանտ Ղարախանյանի օրագիրը եւ համոզվում, թե ինչպիսի անտանելի օրեր են ապրել քարինտակցիներն այն ժամանակ։ Ահավոր օրերից մեկն էլ հուլիսի 3-ն էր, երբ վաղ առավոտյան ավարառուների ոհմակը աջ ու ձախ կրակելով մտավ գյուղ։ Նրանք կալանավորեցին Մարտին Ամիրջանյանին, Սերժիկ Թովմասյանին, Վալոդիա Համբարձումյանին, Վլադիմիր Հարությունյանին, Արամայիս Հովանեսյանին, Վագիֆ Արստամյանին, Արթուր Վարդանյանին, Գագիկ Արստամյանին, Ջանիկ Արուշանյանին, Զորիկ Հարությունյանին, Ալեքսանդր Վարդանյանին, Արթուր Աբաղյանին, Վանյա Համբարձումյանին։ Ամիսներ շարունակ նրանց պահել են Շուշիի բանտում եւ բաց թողել միայն խոշոր փրկագին ստանալուց հետո։ Մարտինը Քարինտակ գյուղի ինքնապաշտպանական ջոկատի անդամներից մեկն է, որին 6 ամիս առաջ օմոնականները եւ զինվորականները անձնագրային ռեժիմի ստուգման ժամանակ ձերբակալել էին։ Ես աշխատում էի բանջարանոցում։ Եկան թե պասպորտի ռեժիմը ու բռնեցին ինձ։ Նորից սկսեցին գազանություններ անել իմ հանդեպ։ Ես ես ստիպած ավտոմատը վերցրի իրենց ձերից, ամանականի ձերից, կրակեցի իրենց, բայց չդպավ։ Դրա համար ինձ արդեն ոնց ասեմ, մեր գործ հարուցեցին։ Հիմա քեզ ոնց են բաց թողել։ Հիմա ես փողը վերցրել եմ բաց թողել։ Հաց տալիս են նորմալ գնա։ Մի քիչ տալիս գոյություն պահպանելու համար։ Եկեղեցի մնում է։ Եկեղեցի մնում է, վերևն են վերցրել։ Բայց ասում է, որ հայերը նորից բերեդել կային արել, իբե հայոց եկեղեցի են սարքել, դրա համար վերևը պայթեցրել են, որպեսզի գրոլ լինի, իրանց ադրբեջանական ձևով մնա։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ ԼՂՀ անկախության հանրաքվե, որտեղ Արցախայությունը իր վճռական այոն ասած իր ճակատագիրը տնօրինելու, իր հողի վրա ազատ ապրելու իրավունքին։ Իսկ դեկտեմբերի 28-ին կայացան ԼՂՀ առաջին գումարման գերագույն խորհրդի ընտրությունները։ Նշենք, որ հանրաքվեն եւ ընտրությունները ամենուր անցան հրթիռահրետակոծության պայմաններում, ինչին ականատես եղան նաեւ միջազգային դիտորդները։ Հրանտ Ղարախանյանն արձանագրում է. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն խորհրդի ընտրությունները խանգարելու նպատակով թուրք ելուզակները Շուշիի ժայռի ամբողջ երկայնքով թաքստոսներից անընդհատ կրակի տակ են պահել գյուղը։ Ընտրական տեղամասի ճանապարհին ժամը 12-ին ավազակային գնդակոծությունից զոհվում է կոլտնտեսության վաստակաշատ անասնաբուժ աշխատանքի վետերան 55-ամյա Ալյոշա Հովանեսյանը։ Ծանր վիրավորվում է Սուրեն Հակոբյանը։ Գնդակոծությունը շարունակվում է մինչև ուշ գիշեր, սակայն չի խախտվում ընտրությունների ընթացքը։ Այդ օրը Արտյուշա եւ Ալյոշա երկվորյակ եղբայրները հրաշք են գործել ելուզակների դեմ։ Քարինտակի թիվ 74 ընտրատարածքից падգամավոր ընտրվեց Վաղարշակ Արուշանյանը, ինչը միավելորդ անգամ եւս վկայում է նրա մեծ հեղինակության մասին։ Պատմության գիրկն անցավ 1991 թվականը, երկրագնդի, այդ թվում եւ Արցախ աշխարհի վրա իր թագավորությունը հաստատեց 1992 թվականը,
որն այնքան դառնություն եւ ուրախություն պատճառեց մեզ, դարձավ հաղթանակների ու մեծ կորուստների տարի։ Վերհիշում է Արթուր Առաքելյանը։ 1992 թվականի հունվարի սկզբին ջոկատը ստացավ զենքի եւ զինամթերքի նոր խմբականակ, 14 հատ AKM տիպի ինքնաձիգ, 1 հատ SVD մագնիշի նշանառու հրացան, 1 հատ PK գնդացիր, 1 հատ RPG-7 նռնականետ 3 կրակոցով։ Հունվարի 18-ին Երևանից ժամանեցին Կարոն, Լեոնյան, Անուշավանը եւ Նորայրը, իրենց հետ բերելով մոտ 7000 տարբեր տրամաչափի փամփուշտ։ Ջոկատի կազմը հասավ 45 հոգու։ Վերջին պարտիա ավտոմատները գնացինք միասին 10 քանի, 20 քանի ավտոմատը ստացանք։ Ես էլ հետո ոնց պիտի տանենք, ռուսներն կբռնեն, ոչ մեզ են մի վախեցել, շրջվում էինք 40 կողմերով, բանով, անտառներով բերում գյուղը։ Ռուսներն արդեն որ պիտի Ղարաբաղից դուրս գային, մի լավ ռուս կոմանդիր եկավ Աղովաստան, մոտիկացավ, ասում է դուք այսքան պոստեր ունենք, մենք գիտենք տեղերը, բայց ձեր հիմնական պոստը Խաչինսարի պոստն է, այս յալում, դուք մինչև այն պոստը չպահեք, դուք գյուղը չեք կարող պահել։ Այդ ռուսն է այդ պոստի տեղը ասել 91 թվականի դեկտեմբերին եւ վաղոն տղաներին հավաքեց, ժողովարեց, որ պիտի ռուսու այսպեսի մեծ խորհուրդ է տվել։ Եվ իրենք եկան այս կողմը գնացին կապին քրծենք ասում։ Այդ տեղամասում դիքավորվեցին, մի գիշերին տեղ մնացին, իրենց զենքերից մի մասը մեզ տվին, հետո արդեն ռուսը գնաց էլի։ Մեր թաղամասի տղաներով արդեն ամեն մի սիմենի 5-6 հոգի, Ալյոշան էլ պոստի հրամանատար, պոստի ղեկավար, իրեն եղբերն էլ հաջորդ սիմենին Արտուշ Ավարդանյանը։ Ես Արտուշ Ավարդանյանի հերթին եմ եղել սիմենում այստեղ։ Հրանտ Ղարախանյանի հաջորդ գրառումը 92-ի հունվարի 10-ին է, որը սկսվում է այսպես. ջուր մաղվեց գյուղի գլխին։ Այնուհետև հուշագիրը մանրամասն պատմում է հունվարի 8-ին տեղի ունեցած սարսափելի դեպքի մասին։ Իդեպ այդ դեպքի նկարագրությունը Հրանտ Ղարախանյանի, Վաղարշակ Արուշանյանի, Արթուր Առաքելյանի հուշերն ամբողջությամբ, ինչպես նաև այլ հետաքրքիր նյութեր, տեղ են գտել Սոնա գրահրատարակության լույս ընծայած Քարին տակ գրքում։ Այն չարաբաստիկ օրը ավազակային հարձակման զոհ են դառնում Գոլվարչության նախագահ Ռազմիկ Թևոսյանը, Կամազի ավտովարորդ Արտուշ Արուշանյանը եւ Փիրուզե Բաղդասարյանը։ Փիրուզե մայրիկը Ստեփանակերտից գնում էր հայրենի Քարին տակ մասնակցելու որդու Կոլայի հուղարկավորությանը։ Ճակատագրի ինչպիսի դառը խաղ։ Եղան վիրավորներ, մի մասին էլ հաջողվեց թաքնվել անտառում ու փրկվել։ Այն նույն օրը հունվարի 8-ին Վաղոն Ստեփանակերտում էր, մասնակցում էր Նորընտիր խորհրդարանի Անդրանիկ նստաշրջանին, որտեղ ԼՂ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը։ Այդ օրը երեկոյան հրամանատարի հետ գյուղ են մեկնել Երևանաբնակ Քարինտակցի մեր գործընկեր Էդիկ Բաղդասարյանը եւ օպերատոր Բենիկ Ղարախանյանը, ովքեր հաջորդ օրը նկարահանումներ են կատարել գյուղում։ Ադրբեջանցիները հարձակվել են բեռնատար մեքենայի վրա։ Մեքենայում 14 քարինտակցիներ էին, միանգամից 3-ը սպանվել են, երբ 20 րոպե հետո մեր նկարանող խումբը, որը շարժում են պես քարինտակ, հանդիպեց այդ խոշտանգված 3 դիակներին, որոնց չարժեն նույնիսկ նկարագրել, երկուսը վիրավորվել, տեղափոխվել են հիվանդանոց։ Շարունակենք թերթել Հրանտ Ղարախանյանի օրագիրը։ 1992 թիվ 19 հունվարի Արավոտյան հանգիստ էր, ժամը 11:30-ին ուժեղ գնդակոծություն սկսվեց։ Մարդիկ հնարավորություն չունեցան տներից բակ դուրս գալ։ Ամեն օր գնդակների տարափ էր։ Երեկոյան գյուղ ներկայացավ Անգլիայի լորդերի պալատի փոխխոսնակ, հանրահայտ իրավապաշտպան Քերոլայն Քոքսը BBC-ի 2 լրագրողների հետ։ Նա հանդիպում ունեցավ բանտից նոր ազատված, իհարկե փրկագնով Սերժիկ Թովմասյանի հետ։ Նկարահանեցին գյուղում հրկիզված մի քանի տներ ու ավերածություններ։
Հունվարի 23-ի գրառման մեջ նույնպես անդրադարձ կա Լեդի Քոքսին։ Երեկոյան Ամերիկայի ձայնը հաղորդել է, որ Քոքսը, արհամարելով վտանգը, Ստեփանակերտից գնացել է Շուշիի շրջանի Քարինտակ գյուղը, որն ամեն օր հրակոծվում էր ադրբեջանցի ավազակախմբերի կողմից, անձամբ ծանոթացել իրավիճակին։ Նրա հոդվածները հրապարակվել են մի շարք թերթերում։ Նա նպատակ ունի միջազգային հասարակայնությանը ներկայացնել Լեռնային Ղարաբաղում տիրող ռեալ իրավիճակը։ Մի քանի անգամ թուրքերը փորձել էին հարձակումներ կատարել գյուղի վրա, ճիշտ է, ավելի փոքր մասշտաբով, բայց բոլոր հարձակումներն ձախողվել էր, չեն կարողացել գյուղից մոտիկանալ, արդեն հեռվից արդեն դիմադրության հանդիպելով թողնում հետ էին գնում։ Հունվարի 25-ին գյուղում կար հարսանիք։ Այդ հարսանիքի ժամանակ արդեն մենք նկատեցինք, որ թուրքերն էլ արդեն կրակոցները գյուղի վրա ավելի են շտապել, դաժե մի երկու հոգի վիրավորվել են, թեկուզ հարսանիքն են պատերի հետևավ ենավ ընդ թաքնվել ավնքեցալ եկավ։ Հարսանքի համադան ես էի, երբ աղջիկը պետք է տնից դուրս հանեին, Շուշուից կրակած գնդակը կպավ դրան շրջանակի վերևի մաս։ Ու ժամանակը այնպեսին էր, որ մենք սկսած առաջին ցույցերից գյուղի բնակությունը հարմարվել էր ադրբեջանական խաժամուժի բոլոր ոտնաձգություններին։ Այսինքն մեզ համար սովորական էր գնդակոծությունը, սովորական էր դժվար գիշերային պայմաններում ծնդականին ձիով, ոտքով հիվանդանոց հասցնելը։ Մեզ համար սովորական էր դարձել արդեն հարմարվել այսպիսի բարդ պայմաններում։ Իհարկե ցավալի էր կորուստները։ Մենք կորուստներ ունեցանք այդ ժամանակահատվածում։ Հարսանիքից հետո, անմիջապես հետո, երեկոյան դեռ մենք նկատել ենք, որ արդեն այս Շուշիից Լաչին գնացող այն ճանապարհը, այն զաստայի մոտով այդ մի հատված էր եղում, այնտեղ այդ մեքենաների տրանսպորտի ինտենսիվ է դառնում, որ արդեն կասկածել ենք, որ ինչ որ մի բան փոփոխություն, ինչ որ բան կա էլի։ Եվ իրոք, հունվարի 26-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կանոնավոր բանակը այդ հանրապետության պաշտպանության նախարարի ղեկավարությամբ լայնամասշտաբ գրոհ ձեռնարկեց Քարինտակի վրա, այս անգամ արդեն նպատակ ունենալով վերջնականապես լուծել այդ հանդուգն գյուղի հարցը։ 92 թվականի հունվարի 26-ին ինչպես միշտ պահակակետում էինք եւ չենք գիտակցում ինչ է սպասում։ Չնայած գիտեինք, որ պետք է հարձակվեին, բայց կոնկրետ, որ հունվարի 26-ին պետք է հարձակվեին, դրա մասին տեղեկություն չգիտենք։ Ամեն օրվա նման հերթափոխում էինք եւ տղաներից մեկը այն աջ կողմում գտնվող պահակակետից ձայներ էր լսել, եկավ ներկայացավ մեզ, մենք դիրքավորվեցինք Ալյոշայի գլխավորությամբ այստեղ Ալյոշան մեզ համապատասխան դիրքեր ուղարկեց եւ ինքն էլ ընտրեց հենց գնդացիրի այդ դիրքը։ Հենց հրանգում ենք, թե հանգստանալու պահին մի պոստի վրա հարձակում ա եղավ, օգնության պահին այդ հանգստանալու խումբը կարա հասնի։ Այդ առավը ժամի 6 կողմերը, որ արդեն իմացանք, որ հարձակում ա, սաղը այդ հանգստացող խումբը ներկայանում այրեն պահակակետերը, բայց մեր պահակակետը վրա այդ ժամի վրա հարձակում չի եղել։ Ավելի շուտ Խաչինսարան իր եղել այդ հարձակումը։ Ալյոշայի պուլեմյոտի անկանոն կրակոցները տանը լսեցի, հաստատ պոստի վրա հարձակում կա։ Վեր կացա, որ դուրս կան, տեսա իրան եղբայր Արտուշյան, ինձ հետ միաս եկավ մեր տուն, որ բա ինչ ես անում։ Իմ եղբայր Ալեքսանդրն էլ այս պոստում էր Ալյոշայի հետ։ Ասի գնանք տղաներին օգնության նախ պոստի վրա հարձակվել են։ Եկանք որ մոստով անցնենք, մոստի վերևից հարձակվեցին մեզ վրա թուրքերը, կրակեցին մութին դեր։ Հետ դառանք առաջին տան պատվալը մտանք, Սուրեն Հակոբյանի պատվալը։ Այնտեղից դեր լույսը ջուբացված, տեսենք այս բարձունքներում սիպտակ մասխալատներով մարդիկ են երևում։ Քանի որ այդ թշնամին թնդանոցներից կրակում էին, մենք մնում էինք տան առաջի հարկում, Երբ որ գնդացիրը
կրակեց Խաչինսարից, Ալոշայի գնդացիրը, հայրս էլ մեզ հետ գտնվում էր ներքևում էր գտնվում եւ այդ կրակոցներից հելավ եւ բարձր արդեն որ եթե Ալոշայի գնդացիրը տարբեր ուղղություններով կրակում եւ վերևից հիշում եմ նաեւ որ ժառի վերևից ավտոդողերից գլորել են եւ կրակ էր վառում հենց ժառի ներքևը եւ հայրս բարձրացավ տուն կապվեց Շոշի Ագոյի հետ որ օգնություն ուղարկի եւ Դաշշենի ջոկատի հրամանատար Ռաֆոյի այդ ժամանակ Ռաֆիկ Արզումանյանի հետ որ ուրեմն օգնություն ուղարկեն կապվեց եւ Ռաֆոին ասեց որ թնդանոտ ինքնաձիգ թնդանոտ ինքնաշեն թնդանոտ ուներ որ բերի կապին քերց դնի եւ Շուշիի զաստավի վրա բեր դրանից հետո հայրս գնաց դեպի շտաբը մեր այդ գտնվում էր գյուղամեջում Հունվարի 26-ը ինձ համար սկսվել է առավոտյան ժամը 5:30-ին Խաչինսար կոչվող պահակակետում դիտորդի կողմից լսելով տեսնել մի քիչ շատ էր մութ հնարավոր չէր ավելի շատ լսելով ձայներ վազեվաց մտավ թաքստոցը բլինդաժ կոչվածից եւ մի քիչ էլ վախորած ասած ոնց որ թուրքերը եկել են մեր պոստը գարաժ կոչվող տեղամասն էր մոտ 16 հոգուց բաղկացած ժամ 5-ի այսպես ասած 4:10 այդ սահմաններում թուրքերը նմուշներ չշտվեցին ժարից մենք ճիշտ ասած չիմացանք որ դրանք պիտի հարձակվեն բայց մի քիչ տեղակ եկանք որ պիտի հարձակվեն մենք պատրաստվեցինք տղերքը կանգնեցին այստեղ խարամատ կար այն բարձունքում կար 4 կողմում խարամատներ էին բաժանեցինք ամենքը մեկ խարամատում եւ այդպեսով տեսանք որ արդեն Խաչինսար կոչվող տեղամասում որտեղ բլմյոտներ դրած նրանք առաջի հերթին հարձակվեցին բարձունքի վրա ամբողջ գյուղը շրջապատել էին 4 կողմով հերուներով նրանք շրջապատել էին մենոնք չէին իմանում որ այդ տարածքը նրանք կգնան բայց Խաչինսարից հետո մենք տեսանք որ արդեն այս զաստավ կոչվող տեղամասը որտեղ ճամփեն մեքենայի ճամփեն բերում են գյուղը այդ մասով որոնց տեխնիկայով բանով հարձակվեցին մեր վրա բոլորի վրա տեղակայված է մեր պահակակետերից մեկը որ կոչվում է Մծ Արտինյալ այս մասերը խրամատները եղել փորված դե հիմա արդեն սածեր խրամատ այստեղ եղել է մեր խրամատները նու այս նույն ձևով այ ներքևի մասով եղել խրամատներ եւ մի քիչ ավելի վերևում այս պոստը եղել է համատաբար ավելի մծ տարածք հանդիպալ ինքը վերապաշտպանության տակ այն գետի մոտից սկսած միջև համարյա որ գարց արդեն այս զաստավի ուղղությունը միջև այս տարածքը լրիվ այս պոստի հսկողության տակ է եղել։ Հիմնական թիրախենար որ քանի որ իշխող դիրք է գյուղի 4 կողմը դեղից լավ երևում է, քանի որ գնդացիրներ ավելի հեռահար զենք է եղել այդ պահի դուրսությամբ։ Դրանց նպատակը այն է եղել որ առաջին հերթին վերացնեն այդ գնդացիրը։ Ունեցել ենք այդ ժամանակ այդ օրը մենք զոկատում 40 ավտոմատ, մի հատ գնդացիր, մի հատ SVD նշանառու հրացան ու մի հատ գրանատամյոտ RPG-7 3 հատ էլ վստրել դրա Ցերեկվա ժամերին գնդացիրը տեղավորված էր հենց այս դիրքում այստեղ փաստ կա գնդացիրի դիրքի վրա միշտ հակառակորդը կրակում էր այն ժայռից Գիշերվա ժամերին արդեն գնդացիրը տեղավորվում էր աջ կողմի վրա որովհետև հնարավոր վտանգը աջ կողմից էր եւ Ալոշա մեզ դիրքավորելուց հետո չանցած մի 5-10 րոպե գնդացիրը սկսեց աշխատել եւ միաժամանակ վերևի մասից հակառակորդի գնդացիրը եւ ներքևում այստեղ խաչմերուկ կա այդ խաչմերուկից նրանց այդ սնայպերը սկսեց աշխատել մեզ վրա որ անցանք գետը արդեն մտել ենք թուրքերի մեջ մեկը վիրավոր էր մեկը փախնում էր
Արդեն մենք այնպես բարձրացանք եկանք ինչքան թուրքապատահամыз ես էի մեր խմբից Լևաներ, Հարոշանյան, Արքանյան Ռոմիկներ, Արաքելյան Գարիկը եկան նորից հետ տարա, որովհետև արդեն մենք մի քիչ առաջ են Գարիկը այն պահին հետ տարա, որ թուրքերը այդ դիսկասկազ կոչվող տեղից արդեն իրենք իջնում են պահակակետի վրա։ Առաջին կրակոցից նկատեցի, որ մի թուրք ընկավ։ Այս կողմը փախչում են, կրակեցին, ողջում։ Մենք չկարողացանք այս կողմը օգնության հասնել։ Տեսանք, որ գյուղի ներքևի կողմից արդեն թուրքերը մոտենում էին։ Գնացինք այն կողմի վրա։ Հետո այնտեղ մի երկու ժամ կռվելուց հետո աղբերս Ալբերտ Աբաղյանը վիրավորվում է։ Ինձ հասցնում են, որ աղբերս վիրավոր է, քեզ է կանչում, որ դեպի տեղափոխենք հիվանդանոց։ Այդ մոմենտին մենք այն կողմից, մեր ձախ կողմից տեսանք, որ մի խումբ թուրքեր այնտեղից գալիս են։ Մեզ տեսնելով դրանք պահկվեցին, հետո այդ Լևան մտավ մի քարի հետև թուրքերեն խոսելով ասաց, որ առաջ կացեք, մենք թուրքեր ենք, նրանք որ հելան սրանց բացօթյատեղ մենք 14 հոգուտեղ ոչում կոտորում ենք, հետո Լևան բանը առաջ կացան, ես դեպի Խաչիսարը մի հատ թուրք դերի վերցրած թուրքը բերում էի, տեսա Ալյոշան այստեղից գնում է դեպի այդ ձախ կողմի վրա։ Ասա Ալյոշա, բայց թուրքը ասաց դտար պոստո, հեսա հետ եմ դառնում, ինքնավրեժիկն ալար։ Մենք շրջապատված ենք և գյուղի կողմից, և ձախ, և աջ, և դիմացի կողմից։ Պարզապես մեր շանսը ավելի մեծ էր այն հաշվով, որ հակառակորդը այս առաջի բլրի հետևում արդեն որ քննարկումներ էին կատարում գիշերվա ժամերին, մեր այդ պահակակետի տղաներից մեկը նրանց լսել էր և մեզ տեղեկացրել։ Դիրքավորվելուց հետո արդեն որ Ալյոշան մի քանի անգամ տարբեր կողմերի վրա կրակեց միաժամանակ և մնացած պահակակետերին զգուշացնելու համար, որ վտանգ կա, արդեն դե տղաները բոլորը գիտեին ինչ էր սպասում և բոլորը իրենց դիրքերում էին։ Եվ նա կարողացավ մի 10-15 րոպեվա ընթացքում այստեղ այդ սնայպերիստին արդեն շարքից անել և ինքը արագ ետ եկավ իր դիրքը և մեզ կրկին հանձնարարականներ տվեց։ Դրանից հետո ինձ ուղարկեց, որ այնտեղ փամփուշտներ բերելու, զինամթերք, այնտեղ արդեն ինձ վրա էլ կրակեցին, ես մի քիչ շեղվեցի, արդեն գտնվում էի Ձորի կողմերում, դրանից հետո որ արդեն հավաքվեցինք, Ալյոշան վիրավորվել էր և տղաների օգնությամբ տեղափոխվել էր։ Մոտավորապես արդեն կլիներ ժամը 10 կողմերը, գնացի տենա Ալյոշան վիրավոր արդեն, այս պահակախմբից էլ երկու հոգի եկան, Ադիյան Շահյանով, Վարդանյան Աբոն։ Իջնելուց ես էլ թուրք տեսա, դիակ, թուրքի դիակ։ Հետո իրենք իջեց, ասեց դեգագո տենանենք, մունք իջեցնենք, ես էլ այդ թուրքի դիակի բանացի, մի հատ ավտոմատ դեցրեցի, այդ ավտոմատը տուսակալիս սմի ավտոմատ։ Մեր խրամանտներից մեկը այստեղ էր, որտեղ պաշտպանում էր Բաղդասարյան Գագոն, մյուսը մի քիչ այն կողմն էր։ Դուք նրանց տեսնում եք, որտեղից մենք տեսնում ենք այն բորոն տեխնիկան, այն բոլորի վրա կաղնած էր, արդեն հասել էր Էսյանը, այնտեղից կրակում էին, գիտես այն բանից, այն գրուպի պելոմյոտից էր դրած, կրակում էին, հետո եկավ կաղդեց այստեղ։ Մոտքի մոտ, մենք մեր երեխեքը մի քիչ հետ գնացինք, այստեղ գարաժ էր, սաղը այստեղ շրջապատված էինք, որ տեխնիկան եկավ։ Գագոնը այստեղ վիրավորվեց, Արշավեր Մարգարյանը այնտեղ խրամատ կար, խրամատում զոհվեց, եղբայրս Պետրոսյան Ալեքսանդրը ձեռքից վիրավորվեց, զենք չունեինք, որ դիմադրեինք։ Մենք որոշեցինք մի քիչ հետ գնալ, որպեսզի կարողանանք հաղթել։ Վիրավորներին ուղարկեցինք, ինչքան կարողացանք, ինչքան արեցինք, որ Արշավերին հանենք, չստացվեց, որովհետև իրենց բորոն տեխնիկան այստեղ էր, չէր թողնում, մեզ էլ այդպես զենք չունեինք։ Ասում են
Նրանք աշխավիրականությունները կտրել են, հա։ Հա, հետո որ տղերքը եկան հանեցին, նրանք անձները չկար, կտրել տարել էին, բայց դիակը հանեցին։ Մի քիչ հետ գնալուց արդեն պայքարում էինք իրենց դեմ, այնքան պահեցինք նրանց, որ մեր ուժերը այդ Խաչին Սրում բանում հաղթեցին ու ուժը ներդրեցին դեպի զաստապոչող տեղամասը։ Միաժամանակ ամբողջ գյուղի վրա դրանք ուժեղ հարձակում են գործել, տարբեր օրվա տարբեր ժամերի ուղղությունը ինչ որ մի այդ հարձակման հիմնական ուղղությունը փոխարուն, ասենք այդ սկզբից եղել է հարձակման հիմնական ուղղությունը Խաչին Սեռը, այդ պուլեմյոտի պոստը։ Արդեն այնտեղ որ իրանք անհաջողության են մատնվել, արդեն հիմնական հարձակումը ուղղել են այս մծարտին յալի պոստի վրա։ Դրանք արդեն իրենց զորքը տեղափոխում են, որ այս զարոստուի մոտից արդեն այս կա ներքին զարոստու, այս բլուրները հետևում այլանցի, այդ ներքին զարոստուի տարածքով դրանք շրջապատել են ողջ գյուղը շերվա ընթացքում։ Արդեն որոշակի հեռավորության վրա լրիվ դիրքավորված սպասում էին արդեն իրենց հրամանի, որպեսզի իրանք սկսեն իրենց գործողությունները։ Սկզբից որ Խաչին Սեռի մոտորումը ուժեղ հարձակում էր, մենք ստե մեր պոստից էլ ասենք մի քանի հոգով գնացել ենք, տեղափոխվել ենք այդ Խաչին Սեռը, բացի դրանից որ այդ ինչքան զորք ունեին, որ շրջապատել էին, այս Շուշի ժայռի ճակատով sense երկայնքով լրիվ գնդացիրներ են կալիբրներ, լրիվ տեղադրած ողջ գյուղը կրակի տակ էին պահում, որպեսզի ասենք գյուղի մեջ արդեն մենք տեղաշարժ չկարողանանք անենք, ինչ որ մեկը մյուսին օգնության գնանք եւ այլն։ Տղաները եկել են Փամփուշտի հետևից, հիշում եմ Արտուրը եւ Գարիկը, քանի որ վիրավոր է մնաց տեղ, Արտուրը եւ մի մասը տղաներից զենքերը վերցած շտապեցին դեպի Մեծարդ։ Այդ օրը մի երկու անգամ հայրս Վաղարշակ Արուշանյանը գնացել է շտաբ, եկել է տուն։ Այս խրամատի մեջ զոհվել է Երևանից եկած Նորայր Մանասարյանը, այ մեզանից մի 15 մետր ցած այս մյուս բլուրի վրա զոհվել է Կարեն Արուշանյանը, էլի Երևանից եկած ինքը մեր համագյուղացի տղա է, բայց Երևանում ծնված ապրած, Երևանից եկել էր մի քանի օր առաջ մեր մոտ, զոհվել են այստեղ։ Հատուկ եկել էին արդեն իրանք գյուղի պաշտպանությանը օգնելու։ Չես իմանում որը անես, թուրքին կրակես, թե ախորուտ ասած անես։ Հետո բարեկամներս բանս եկան, հայրս Ալբերտի ախորուս հաներ եկան, իրենք զբաղվեցին արդեն իրենով, որ հանգստացնեն, որ սպասի, հնարավոր չի դուրս բերելը շրջափակվա մեջ ենք։ Հետո թուրքերը անցան գյուղի ներքևի կողմը, հորաքրոջս տղա Բախշի Բաբայանը ասում է ես պիտի իմ ախպոր Ալբերտի վրեժը լուծեմ դրանցից, որ վիրավոր են տեղը։ Ասում այ տղա Բախշի, մենակ 10 քանի հոգի տեսանք որ մտան մի անտարին ծերում թաքնված են։ Մեր այն դիրքից լավ երևում է որ այնտեղ թաքնված են։ Ասում է ես մենակ գնում եմ նրանց կոտորեմ։ Այ տղա մի գնա, մենակ չես կարող։ Չլսեց, գնաց եւ ստացվեց, հաջողվեց։ 12 թուրքին ինքը մենակ սպանեց։ Իր հետ գնացել էր յուղի բնակիչ այն ժամանակ յուղի պաշտպաններից Արսեն Ավանեսյանը կտրած Մոսինով։ Դե կրակում էր օրոտոցը բարձրանում էր։ Նա չէր կարող դիպու կրակել ճիշտ է, բայց էլի ահեր սփռում։ Հետո 12 թուրքի զենքերը երկու հոգով շալակած, իրենց փամփուշտներով բանով եկան գյուղ։ Բարձրացա շտաբը մեր կամանդիրի այնտեղ էր, որ վաղոյին ասեմ, հնարավոր չի արդեն պահել։ Ինչ անենք, abovին տեղափոխենք Հիվանդանոց։ Հարևանի տրան կաղնացելունում Սարգիս Համբարձումյանի Ժիգուլին։ Բայց ինքը շոֆերին դա չի։ Յուղի բնակիչ Արծիվիկ Բաղդասարյանին խնդրում ենք, որ կարաս Ժիգուլիով տեղափոխես։ Ասում է կտանեմ։ Ժիգուլին գնում է հարևանի դռնից բերում, դնում ենք ախորոս մեջը կինը նստում է, թե ես էլ պիտի անպայման գամ։ Իրենք նոր ամուսնացած, դեռ երեխա բան չունեին։ Ասում է ես որտեղ ամուսինս, ես էլ իրան հետ։ Այ աղջիկ, հետար, շորս կողմից կրակում են դեռ չի լսում։ Նստում է մեքենան, ես էլ առաջ ինքն էլ հետևը ախորոս
աղբերից պարկած, գալիս ենք այս խաչին սերի ներքեյում ասում ֆերմա կա, ինտեղով որ անցնենք, տեսնում տղերքը դուրս են գալիս, որ սպասեք, Ալյոշան վիրավոր ստեղա իրան էլ տարեք։ Դուրս եմ գալիս ես մեքենայից, Ալյոշան դունում ենք մեքենայում, գլուխը շոֆերի գրկում, ոտքերն էլ դեր արդեն մեքենայից դուրս, արդեն համարյա ծանր վիրավոր չեն կարողանում ոտքերից ալեն։ Այդ վիճակում ես արդեն հետ եմ գալիս գյուղ, իրենք գնում են դեպի իբրև Ստեփանագերտ։ Աղբորուս հաներն էլ տրակտորով հետևից գնում է, որ Բելարուս տրակտորով, եթե հանկարծ Ժիգուլին մնա դվինի մեջ, քաշի։ Դել հետո լսում ենք, որ ճանապարհին պայթեցրել են մեքենան, աղբերից մեջը, կյոնոջ հետ, պայթում է Ալյոշան նույնպես, երեքով զոհում են, բայց շոֆերը, արտիվիկը դուրս եկած, այդ ժամանակ Ստեփանագերտից օգնության եկած BMP-ն գալիս են իր դեմ դիմար կաղնում, ինչ զրույց է գնում չգիտեմ այդ ժամանակ, թե ճանապարհն է փակվում, այդ պահին կաղնած ժամանակ զաստավից խփում են ու Պրյամո Պապադանի մեքենային վարվում է, իրեքը զոհում են, բայց արտիվիկը կողքին թե վիրավորում է, թե ինչ, այդպես։ 3.5-4-ի կողմերը մեծ տեղամասից գոռացին, որ գարի, այսինքն դա պայմանական ասված էր բենում եւ փամփուշտ, այսինքն հետո մեկ ասավ պատրոն, վերջանում է։ Միշիկ Հովանեսյանը վերևից իրենց տանից իջնում էր, ստանձնեց զինամթերքը, այդ այսինքն փամփուշտը տեղափոխելու, ճանապարհին զոհվեց, նորից ասեցին, որ փամփուշտ է պետք, հայրս տեսնելով, որ իրար մոտ մարդ չկա, ստանձնեց զինամթերքը տեղափոխել, էլ գնաց եւ զոհվեց։ Վաղարշակը զոհվել է մեզանից հայց գտնվող այդ տան մոտերը, եւ ոչ միայն Վաղարշակը, այդ նույն օրը մոտավորապես մի ժամվա տարբերությամբ ընդ զոհվել են երկու, Վաղարշակը եւ համագյուղացի Միշա Հովանեսյանը։ Գյուղից մեր պահակակետը մոտենալու համար այդ բլուրի հետևով համեմատաբար ավելի ապահով տեղ է, որ հակառակորդից մոտից չի երևում, ասենք գալուց այդ բլուրի հետևով ընկլակյան, որպեսզի հակառակորդի փամփուշտներից պաշտպանվին, փամփուշտը պիտի բերեին մեր պահակակետի համար, առաջինը այդ Միշա Հովանեսյանն էր փամփուշտ բերողը, բերել է այնտեղ հենց իրան սպանել են, այն ձորի գետի մոտով ընդ բանջարանոցն եկա, թաքնված ուրոմ է թորքալալ, գալուց ուրոմ այդ Միշա Հովանեսյանին ինքը այնտեղ կրակել է, սպանել է, ու դրանից հետո էլ արդեն Վաղարշակն է որ եկել, այդ նույն թուրքը Վաղարշակին է կրակել նաև։ Մենք արդեն մարտը վերջանալուց հետո համարյա, վերջանալու վրա, որ սպասել ենք մի ահագին, գիտենք, որ պիտի Վաղարշակը գար այստեղ, բայց սպասել ենք, տեսել ենք, չի գալիս, ես իջել եմ ներքև, ասել եմ գնամ, արդեն մոտավորապես գիտեի, որ տեղով պիտի գար էլի, գնացել եմ ներքև, տեսել եմ, որ արդեն ընդ Վաղարշակը սպանված է, ընկած է, մի 10 մետր Վաղարշակից ներքև էլ Միշա Հովանեսյանն էր ընկած։ 92 թվականի հունվարի 26-ին տունն էինք մենք, հայրս վերևի պոստում էր, գարաժ կոչվող, ուրեմն անցած ժամ էր, արդեն որ թուրքերը ներխուժեցին գյուղ, դիրքերը թողեցին, հետ նահանջեցին, հայրս ու իր հետ մի հատ ընկեր, տեղափոխվեցին այստեղ էր պոստ, այս պոստում, ու ձեն լսեցինք, հայրս էր կանչում, մայրս հելնում էր դուրս, ու հայրս մորս ասեց, որ երեխեքին փրկի թուրքերը մտնում են տուն արդեն։ Դուրս են գալիս, առաջի երթին ես, հետո մեծ եղբայրս, հետո մայրս, այս տեղով մտնում ենք, որ հելնենք։ Ուրեմն թուրքերը ընդ ֆերմա է, այն ֆերմայում էլ են, ստեղ այս սարում էլ են լցված, դե չէինք ճոգում եմ ժամանակ ինչ էր կատարվում, ինչ էր անվում,
Եկանք ու դուրս են գալիս տեից։ Ես դեմացին վազելով գնացա այն ստոլբի հետևը կանգնեցի ու հետ նայեցի։ Հետ նայեցի, տեսա, որ ոչ աղբերս կա, ոչ մերս։ Աղբերս ունեմս վիավորվում աբելը, վիավորվում իրան չեք որդնում, վազելով մտնում այս թումբի հետևը, իսկ ներս այստեղ ընկած էր արդեն, նորից հետ վազելով գալիս եմ, հերս ստեից վազելով գալիս, արդեն հերս եմ դասում առաջ վազի, մտի Գրիշայից տունը, վազելով գնում եմ, ուրիշն եմ Գրիշայից տունը, ընդեղ արդեն գորից Տոմասյան Սերժիկն արնում, զենքով, Բայն չայվել, ասում որ սենց բան, եկել արդեն հելնում եմ դերից, պատի դերևից նայում եմ, տենում եմ արդեն հերս եկել է, մորս վերցնում աբերում այս տունը ու եղբորս շալակած, գալիս է Գրիշայից տունը։ Մի քանի րոպեից հետո ինձ հելնում եմ պետի ներքև շնում։ Երբ մենք գարաժի պոստում ենք, ասել է, որ թուրքերի տեխնիկայով բանով, ես իմացա, որ ընտանիքս վտանգված է։ Մենք իջանք երկրորդ բլինդաժը, որը ներքևում էր գտնվում։ Դերս տեսա, որ երեքեքը մոր հետ իջնում են։ Այդ ժամանակ մենք այդպես կարակում ենք այն բանը սաղ թուրքերի, որ ապահով անցում են, այդպես չստացվեց։ Կինս էստեղ ընկավ, գլխից կպել էր, տեղը մահացավ, երեխեն այստեղ էր, աբելը հետի վիրավորվեց։ Չէի սպասում, թե այնտեղ թուրք տղակը ինչ կանի, դե ընտանիքս խոտորում էր։ Կինս տարեց հարևանի տուն, այդտեղ ծեր կին կար, Վարդի անունով, Վարդի բաջի ենք ասում։ Լացը կոց, ասի, լացը մեր ասում էր ինձ իմի թողնի, ասի կեզ էլ կահանեմ։ Հետո այնտեղ ձույն ու բանը արդեն սկսել էր, պրոստինը կծեցի վրեն, հետպես աբելը էստեղ, աբելին էլ կպել էր ոտից։ Աբելը շալակեցի, այդ կինն էլ արջևից գնացին Գրիշայից տունը։ Եթե զենք ունենայի կկրակեի ես իմ որովեցեմ իմ տեղի, այնքան որ սիրտը թողանար։ Բայց դե ցավոք շրտի փոքր էի, չէինք մտածում այդքան էր ժամանակ, այ հիմա ելներ, իհարկե ամեն ինչ էլ կանում է։ Շատ օլանը ջոկատը ես հանդիպալ եմ այս մոստի մոտ, գյուղի ներքևի մոստի մոտ, որում տենց եկլիներ 3 անցկես, դե հաստատ չեմ կարող ասեմ, որ ժամ է ալա, բայց դե համարյա ասնանոյ ուդարը կոտրակ, կռիվը կանգնեցրված ալել, ընդհանուր կռիվը կանգնեցրված ալել, բայց իլե շնորհակալություն, որ հասավան օգնոց, դա ավելի մեծ եռանդատով դուխատով եմ։ Քարինտակի պաշտպանությունը իրավամբ կոչվեց հերոսամարտ։ Այն մեր նորագույն պատմության ամենապայծառ էջերից մեկն է, իսկ ադրբեջանցիները Քարինտակը անվանեցին Արունու ձոր, որտեղ իրենց տխուր վախճանը գտան հարյուրավոր ասկերներ։ Այդ մասին են վկայում նաև համացանցում տեղ գտած ահա այս նկարները։ Ավաղ զոհեր եղան նաև մեր շարքերում։ 92-ի հունվարի 26-ին հերոսի մահով ընկան Վաղարշակ Արուշանյանը, Ալոշա Վարդանյանը, Հենրիխ Ամիրջանյանը, Ալբերտ Աբաղյանը, Արշավիր Մարգարյանը, Նիշա Հովանեսյանը, Վալոդիա Համբարձումյանը, Քարինտակից, Արսեն Շումանյանը, Ստեփանակերտից, Գրիշիկ Միքայելյանը, Սզնեկից, Նարվեն Ավետիսյանը, Սխնախից, Ռաֆիկ Արզումանյանը, Կրասնուց, Սոմա Հայրյանը, Ռոմա Սիմոնյանը եւ Արմեն Իշխանյանը Շոշից, Կարեն Արուշանյանը, Նորայր Մանասարյանը եւ Անուշավան Հարությունյանը Մայր Հայաստանից։ Այն օրը անարդ թշնամու գնդակից խոցվեցին նաև Ադելա Աբրահամյանը, Կամելա Պետրոսյանը, Անյա Հակոբյանը, Նարինե Արաքելյանը։ Պատմում են, որ Նարինեն 9-րդ դասարանցի այդ խիզախ աղջիկը արհամարելով մահը
Փամփուշտների տարափի տակ հաց ու զինամթերք էր հասցնում գյուղի պաշտպաններին։ Իսկ երբ օգնում էր երեխաներին տեղափոխել համեմատաբար ապահով տեղ, կարծես ինքը երեխա չէր։ Զարկվեց դավադիր գնդակից։ Արիության համար մեդալն այնքան սազական, միաժամանակ այնքան անբնական է հավերժ 16 տարեկան Նարինեին։ Օգնության եկած տղերքի մարմինները ամփոփեցին իրենց բնօրանների գերեզմանատներում, Մայր Հայաստանից եկածներինը Եռաբլուտ Պանթեոնում։ Իսկ ահա քարինտակցիներին նույնիսկ հնարավոր չեղավ ուղարկավորել գյուղի հանգստարանում, որովհետև կատաղած հակառակորդը խայտառակ պարտությունից հետո սկսեց ավելի ինտենսիվորեն գնդակոծել քարինտակը։ 10 քարինտակցիների դիակներ տեղափոխեցին Ստեփանակերտ եւ հողին հանձնեցին հուշահամալիրի տարածքում։ Ժաննա Գալստյանը, ով մասնակցում էր այդ սրտակեղեկ ուղարկավորությանը, վկայում է, որ շատերը չեն կարողացել գալ ու վերջին հրաժեշտը տալ իրենց հարազատներին։ Եվ մի զարմանալի զուգադիպություն, այն պահին, երբ դագաղներն իջեցնում էին փոսը, հանկարծ լսվեց ուժեղ պայթյուն։ Հետո պարզվեց, որ Կոբրա կոչվող բարձունքից ազատամարտիկ Արթուր Պողոսյանը ուղիղ նշանառությամբ ոչնչացրել է Աղդամից թռած եւ Շուշիում վայրեջ կատարող ուղղաթիռը։ Այդպես է ակնընդ ական։ Ճիշտ է, հունվարի 26-ին կերած ջարդից հետո հակառակորդն այլևս չամարձակվեց հարձակվել քարինտակի վրա, սակայն ինչպես իր օրագրում վկայում է Հրանտ Ղարախանյանը, ամեն օր շարունակում էր գնդակոծել գյուղը։ Ապրիլի 1-ին Արցախ ժամանեց ԵԱՀ գործող նախագահ, Չեխոսլովակիայի արտաքին գործերի նախարար Իժի Դինսբիրին, ով Ստեփանակերտում հանդիպում ունեցավ ԼՂ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի եւ նախարարների խորհրդի նախագահ Օլեգ Եսայանի հետ, ապա բարձրաստիճան պաշտոնյան մեկնեց քարին տակ եւ սեփական աչքերով տեսավ իրական պատկերը։ Սակայն դրանից քարինտակցիների վիճակը չթեթևացավ, հակառակորդը շարունակում էր իր սև գործը։ Եվ այդպես մինչև 1992 թվականի մայիսի 9-ը, երբ ազատագրվեց մեր հինավուրց բերդաքաղաք Շուշին։ Միայն դրանից հետո հունիսի 17-ին զոհված քարինտակցիներին վերահողարկավորեցին հայրենի գյուղի գերեզմանատանը։ Ջոկատը մասնակցելասի ազատագրմանը, հետո արդեն ջոկատում կազմում կար 75 հոգի եւ Շուշի ազատագրման ժամանակ Դից մեր ոմը նախանշվել էր 4 ուղղություն, որտեղ ջոկատը պիտի 4 ուղղությամբ կազմել։ Այդ ուղղությունների դրոմը մեկը այդ մեր դիմացի Յարմիչ նորքային զարը որ երևում է, որ դիմացի կարմիչ է։ Այդ կարմիչ ներքի վրա ադրբեջանական ենագետար, դրոմը իրանց հիմնական ոտերը տեղակայված էին ներքին զարսու նադիլակոտ գյուղում, մի ուղղությունը հետ էր, այս մայր երևի բոլորը վերևամա, կոչումա դիսկացվեց։ Մի ուղղությունը հետ էր, ընդեղ էլ այդ թուրքերը ելի պոստեր ունեն դրած։ Շուշի մենք արդեն մտել ենք մայիսի 8-ի երեկոյան։ Կողմը, քանի որ մենք այս մեր բացական գործողությունները ավարտելուց հետո արդեն մեր հիմնական առաջադրանքը տրվել էր պահպանել Լաչին Շուշի ճանապարհը, որպեսզի այն կողմից Շուշի օգնության եկող մանցոլների ճանապարհը մենք կողմը եկել ենք այս ճանապարհը Շուշիից հեռացող մեքենաների են մենք հակած որպեսզի մեքենա Շուշի դուրս գա, արդեն Շուշի բնակչությունը Այն իսկանը որ հեռացել են ոտքով անտառների միջով են Սաբլաղի բանի կողմերը։ Շուշին այլևս մերն էր, եւ եթե հունվարի 26-ին
ես եւ օպերատոր Գյորգի Ղազարյանը չկարողացանք մեզ քարին տակ նկարահանումներ կատարելու, ապա այժմ արդեն կարող ենք հանգիստ գնալ ու գործ անել։ We're not coming in Calawi. This is by Yamatawa. Paralysana Nova. Ինչպես եք անում։ Ես բանից եմ ստվելով։ Իսկ ինքնուրույն կարող եք հատում։ Ոչ։ Երբ կկարող։ Շատ հերոս ժողովուրդ է այստեղ ապրում և մենք ամեն ինչ կանենք, որ այստեղ ոչ մի բանից կյանքից չմնան։ Մեր ժողովուրդը իսօր հավատով որ իրենց մեջքին ստիպում կանացեն մեր եղբայրները, որոնք մեզ թե յութատես թե բարատես ձեռք են մեկնում։ Օրերն անցնում էին եւ այդ օրերի համառոտ պատկերը իր օրագրում շարունակում էր ֆիքսել Հրանտ Ղարախանյանը։ Տարին բոլորեց, եկավ 1993 թվականի հունվարի 26-ը, որը հայտարարվեց համագյուղական Սքո օր։ Անշուշտ Սքո օր է հունվարի 26-ը, մի օրում 21 զոհ, բայց նաև հպարտության օր է, ոգու հաղթանակի օր։ Պապենական գերեզմանատանը տեղի ունեցավ հանրահավաք, որտեղ զեկուցումով հանդես եկավ Հրանտ Ղարախանյանը։ Դրա սղագրությունը նույնպես տեղ է գտել նրա օրագրում։ Օրագիր, որը լույս է սփռում այն ողբերգական ու հերոսական օրերի վրա։ Օրագիր, որն ուղղակի անգնահատելի է։ Բարեբախտաբար Արցախի հեռուստատեսության տեսադարանում պահպանվել է նաև հերոսամարտի տարեդարձին նվիրված հաղորդումը, որը պատրաստել են Գարիկ Գրիգորյանը եւ Գյորգի Ղազարյանը։ Ուղիղ մեկ տարի առաջ, հունվարի 26-ին 92 թվականին, Սև ամպեր էր կուտակվել Քարինտակ գյուղի գլխավերևում։ Այնպիսի ամպրեր, որից կախված էր գյուղի լինելու կամ չլինելու հարցը։ Եվ այդ օրն էլ մեր խիզախ զավակները, մեր դուստրերը, մեր քույրերը ոտքի կանգնեցին հարազատ հողը գյուղը պաշտպանելու համար։ Դժվար էր, ծանր էր եւ պահպանեցինք արյան գնով, զոհերի գնով։ Մարտիկ եւ Էլմիրա Մեջանյանների տունը գտնվում է Քարինտակ գյուղի հենց մուտքի մոտ։ Հունվարի 26-ին ազգաբեջանական օմանականները առաջիններ են խուժել նրանց տունը։ Մարտիկը կինը եւ 3-ամյա մհերը այդ ժամանակ գտնվում են տան մեջ։ Այսօր կարծես լեգենդ է նրանց ընտանիքի պատմությունը, բայց դա իրականություն էր։ Մարտիկ, ես կխնդրեի, որ դուք որոշ մանրամասներ հիշեիք անցյալ տարվա հունվարի 26-ի օրից։ Անցյալ տարվա հունվարը 26-ը մեզ համար մի անտանելի օր էր։ Երբ առավոտ վեր կացանք, թուրքերը արդեն մեր տամոտն էին։ Իմացանք, որ պետք է կռվենք։ Մենակ կռվով պետք է մարդ իրեն տունը պաշտպանի, իրեն հողը պաշտպանի։ Եվ մենք ընտանիքով կանգնեցինք այդ ճանապարհի վրա եւ միջև վերջ պայքարեցինք։ Վաղ առավոտյան, երբ գնդակոծություններից հասկացանք, որ գյուղը շրջապատված է, Մարտինը կրակակետ ընտրեց գոմ։ Կարծում էի, թե ամենօրյա հեռահար կրակներն էին մեզ անհանգստացնում, բայց հետո դիմացի պահակակետի տղաների ձայնից ես հասկացա, որ թուրքերը գյուղ են մտել, նրանք հասել են մեր տան վերևը արդեն, և այդ ժամանակ մի պահ կարծես այլայլվեցի, երեխային տարա և թաքցրի ձեռնահարկում, այդտեղ մի քիչ ապահով էր կարծես, երբ նրա փամփուշտները վերջացան, տանը 20 փամփուշտ ուներ, նա այդ փամփուշտների համար մի կերպ տուն մտավ, վերցրեց այդ փամփուշտները նորից դուրս եկավ, ես այդ ժամանակ նրան համոզեցի, որ մեր բաժին փամփուշտները խնայի, մեզ համար փամփուշտներ պահի, որովհետև մենք արդեն մի անգամ ճաշակել էինք նրանց հյուրասիրությունը, դեռ 26 օր էր, ինչ Մարտինը ազատագրվել էր, մի կերպ խլել էինք նրան, մեծ գրավագին տալով, նրան խլել էինք թուրք մարդակերների ճանկից, նրան 6 ամիս Շուշի տանջել էին, դրա համար ես չէի ցանկանում, որ նորից մենք կենդանի ընկնեինք նրանց ճանկերը։ Մարտինը նորից այդ փամփուշտները վերցնելով դուրս եկավ տնից, նա այստեղ
Այս պատի հետևից սկսեց նորից կրվել, կրակել, պաշտպանել իր օջախը, իր փոքրիկ երեխային։ Երբ արդեն զրահամայքենաները մտան գյուղ եւ մեկը հենց կանգնեց այ մեր տան դիմաց, արդեն անիմաց դարձավ ավտոմատով, այն էլ մի քանի փամփուշտով զրահամայքենայի դեմ կանգնելը։ Նա եկավ մեր մոտ, եկավ, կրացավ, համբյուրեց մհերին եւ ասաց. «Բալիկս, գուցե վերջին անգամ ենք իրար համբյուրում»։ Նայեցի դռնից եւ տեսա, որ այստեղից արդեն մտնում է օմոնականը, ավտոմատը ձեռքին։ Ձեռքով Մարտինին մոտ կանչեցի եւ շրջվեցի ու իմ մարմնով ծածկեցի մհերին։ Ես մտածում էի, որ նրա արձակած գնդակները հանկարծ երեխային չկպնեին։ Մարտինը մոտեցավ, մեկ էլ դռան չրխկոցից շրջվեցի, նայեցի, տեսնեմ արդեն օմոնականը տան մեջ թավալված, Մարտինը նրա ավտոմատը վերցրած հետ է գալիս։ Երբ ավտոմատը ձեռքին հետ եկավ, իր փամփուշտներն արդեն քիչ էին մնացել։ Իր ավտոմատը դրեց իմ ձեռը եւ ասաց. «Դու դեպի մյուս դուռը նշանակետ վերցրու, ես էլ դեպի այս կողմը»։ Այդպես մենք պաշարված մնացինք երևի 3-4 ժամ։ Տունը նրանք վառեցին։ Մենք դուրս գալու հնարավորություն չունեինք։ Երբ զրահամեքենան կանգնել էր այս տան դիմացը, արդեն պահակակետի տղաներն էլ անզոր էին նրա դեմ կռվելու։ Նրանք էլ նահանջեցին, որպեսզի անտեղի կորուստներ չտային։ Իրիկնադեմի մենք արդեն կամած, արդեն հնարավոր չէր տանը մնալ։ Ես ստիպված էի թվի դույլերը դնել մեր մոտ, արդեն ջերմությունը մեր մեջքն էր վառում։ Ես վերցրի այդ դույլերը առաջ տվի եւ Մարտինին ասացի. «Հանկարծ մեր վրա կրակ կընկնի, շորերը կվարվեն, դուրս գալու հնարավորություն չի լինի, այս թթուն կթափենք մեր վրա եւ մեզ կհանգցնենք»։ Այդպես էլ սպասեցինք, մինչեւ մի քիչ իրիկնադեմ եկավ, հետո դուրս եկանք տնից։ Պայքարն օտար զավթիչների դեմ քարինտակցիները շարունակել են նաև Շուշիի ազատագրումից հետո։ 1993 թվականից Շուշիի պաշտպանական շրջանի կազմում։ Նրանցից շատերը հերոսաբար զոհվել են ռազմաճակատի տարբեր հատվածներում, պաշտպանելով ու ազատագրելով հայրենիքը։ Ընդհանուր առմամբ Ղարաբաղյան պատերազմում մարտիրոսվել են 45 քարինտակցիներ, որոնց հիշատակը հավերժացնելու համար կառուցվել է ահա այս հոյակերտ հուշարձանը, որի բացումը տեղի ունեցավ 2006 թվականի հունվարի 26-ին։ Խորհրդանշական է, որ այստեղ տեղափոխվեց հայրենական մեծ պատերազմում զոհված 99 քարինտակցիների հիշատակին կառուցված կոթողը, եւ այս վայրը հիրավի դարձավ սրբավայր։ Սերունդների հերոսական հերթափոխը շարունակվում է եւ կասկածից վեր է, որ հարկ եղած դեպքում նոր սերունդը եւս ամուր կանգնելու է հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Պատերազմից հետո տղերքն իրենց ուժերով կանգնեցրին ահա այս համեստ, բայց խորիմաստ հուշաքարը, որի վրա գրված է. «Անցորդ, այստեղ ընկավ քաչ հրամանատարը Քարինտակի Վաղարշակ Արուշանյանը»։ Հատկանշական է, որ հենց այս նույն վայրում Արթուր Առաքելյանը իր որդու ընտանիքի համար տուն է կառուցել, որտեղ երեխայի ճիչ կա, կյանք կա, ուրեմն իզուր չեն զարկվել տղերքը։ Իսկ Խաչին Սեր բարձունքին նրանք կառուցել են ահա այս հուշաքարը, որի վրա կա հետևյալ գրությունը. «Մերսեգ լեռների արծվի նման Խաչին Սեր բարձունքում միշտ դիրքավորված կրակ էր թափում թշնամու վրա եւ միշտ խափանում գրոհը նրա»։ Այնպիսի տպավորություն է, որ Խաչին Սերի տիրակալ Ալոշա Վարդանյանն այսօր էլ իր բարձունքից հսկում ու պաշտպանում է Քարինտակի անդորը։ Հայրենիքը բարձր է գնահատել նրանց սխրանքը։ Վաղարշակ Արուշանյանը եւ Ալոշա Վարդանյանը հետմահու պարգևատրվել են ԼՂՀ մարտական խաչ առաջին աստիճանի իշխանանշանով։ Հենրիխ Ամիրջանյանը, Գարիկ Առաքելյանը եւ Վագիվ Պետրոսյանը պարգևատրվել են մարտական խաչ երկրորդ աստիճանի իշխանանշանով։ Մարտական խաչ երկրորդ աստիճանի իշխանանշանի են արժանացել նաեւ Արթուր Առաքելյանը եւ Ալեքսանդր Աբրահամյանը, ովքեր այսօր էլ ապրում են
հայրենի գյուղում եւ շենացնում այն։ Ավելի քան 90 քարինտակցիներ պարգևատրվել են Շուշի ազատագրման համար մարտական ծառայություն եւ արիության համար մեդալներով։ Շատերն են նույն հարցը տալիս. լավ, ինչի հաշվին հնարավոր եղավ այն խիստ անհավասար պայմաններում ոչ միայն դիմակայել ու պաշտպանել գյուղը, այլև մեծ կորուստներ պատճառել հակառակորդին ու ետ շպրտել։ Ի վերջո, ո՞րն է Քարինտակի ֆենոմենը։ Չի կարելի հունվարի 26-ի դեպքերը, այդ հերոսական պաշտպանությունը, գիտակցված նահատակությունը դիտել ինչ-որ պատահական երևույթ։ Դա իմ կարծիքով գալիս է դարերի խորքից եւ ունի իր պատմական, իր բնական արմատները։ Երևի մեր այս լեռները, մեր այս ինչի մանամ էս ինչն է մեզ ստիպում, որ այս մինչև այս օրել չենք կարողանում բաժանել մեր հողից։ Չկա գյուղում մի մարդ, որ օրինակ գնա Ռուսաստան հիմնական բնակության, մի ուժ կա այս հողերում, այս քրծերում։ Պատճառը նա էր, որ յուրաքանչյուր քարինտակցի կրվում էր իր օջախի, իր մանոկի օրորոցի, իր տանը թողած կնոջ ու ծնողների համար։ Եվ դա ոչ թե այդ օրն էր դա ձևավորել, դա ձևավորվել ու հաստատակամություն էր դարձել 88 թվականի փետրվարից։ Եվ եթե ադրբեջանցիները իրենց ամենօրյա ճնշումներով իբր թե գիտակցում էին, որ դրանով նրանք կարող են քարինտակցություն ստիպել օրենք թողնի, ընդհակառակը նրանց ճնշումների ավելանում էր մեր առավել շատ հողին կպնելով, առավել շատ տունը, օջախը պահելով։ Իսկ մենք ոչ թե բնազդաբար, այլ գիտակցորեն հասկանում ենք, որ ուրիշ տեղ գնալու տեղ չունենք։ Սա է մեր տունը եւ մեր քարքարոտ գյուղը միայն այս եղանակով կարելի պաշտպանել։ Սա է ֆենոմեն։ Այսինքն գիտակցել ոչ թե այսպես պարտադրանք չկար այսպես հստակ, չգիտեմ, զինվորական հրամանատարական ոչ, որ ես հրամայում եմ, պարտադիր ամեն մարդ իր նշանակված շաբաթվա հերթափոխին բարձրանում էր կամ գնում էր իր դիրք իր ունեցած որսորդական հրացանով, շատերը նույնիսկ դայություն էին, մահի մացյալի գաղափարի սա մարմնավորում էր, սա գործնական դրսևորում էր։ Թշնամին ուրիշի հողի վրա էր գնում զավթելու, մենք պաշտպանում էինք մեր հողը, ընտանիքը, մեր գերեզմանները, մեր տուն ու տեղը եւ հաղթեցինք։ Կնշեի նաև, որ քանի որ մեր ընտանիքները, երեխաները, ծերերը չեն տեղափոխվել, ի շնորհիվ դրա նաև հաղթանակ է։ Ճիշտ է, մենք չնահանջեցինք, կռվեցինք, մարտնչեցինք, մոտ 8 անգամ քիչ զոհ տվեցինք թշնամու համեմատ, բայց կորցրինք թանկ այժմ։ Մեր լավագույն տղաները զոհվեցին։ Քարինտակցին, եթե պատերազմի տարիներին կարճած է մնացել իր հողին, այսօր էլ կարճած է մնում իր հողին եւ իրենց տունն է, իրենց այգին է մշակում, արարում է խաղաղ երկնքի տակ եւ Աստված մի արասցե, եթե վաղը պատերազմ վերսկսեն, նույն քարինտակցին լինելու են Մարտակերտում կամ տարբեր տեղ։ Ադրբեջանցիներն իհարկե Քարինտակում կրած իրենց խայտարակ պարտությունը պատճառաբանում են այլ կերպ եւ փորձում արդարանալ սեփական ժողովրդի առջեւ։ Նրանք համացանցում տեղադրել են մի տեսանյութ, որտեղ Ադրբեջանի այն ժամանակվա պաշտպանության նախարարը, գումարտակի հրամանատարը, ավելի փոքր տրամաչափի հրամանատարներ հավաքված կլոր սեղանի շուրջ մոգոնում են այնպիսի ստեր, որ անգամ եփած հավի ծիծաղն է գալիս։ Նրանք խոստովանում են, որ 1992 թվականի հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը շրջապատել են Քարինտակը, որպեսզի լուսադեմին կայծակնային արագությամբ, ինչպես ասում են, բլիցկրիգով վերջապես լուծեն նրա հարցը։ Սակայն իբր Շուշիում ապրող ադրբեջանցիներից մեկի հայ կինը այդ մտադրության մասին հայտնել է քարինտակցիներին եւ անսպասելի գրո չի ստացվել։ Հայերը դիրքավորվել են ու դիմադրել։ Իսկ թե ինչպես է եղել իրականում,
գիտենք եւ մենք, եւ մեր հակառակորդը։ Զավեշտը հասել է նրան, որ իրենց անճարակությունն ապացուցելու համար նրանք աշխարհով մեկ վայնասուն են բարձրացրել, թե այն տարիներին իբր թե քարինտակցիները նեղում էին Շուշիում բնակվող ադրբեջանցիներին, իրենց գյուղից անընդհատ նրանց վրա գլորելով վառվող անվադողեր ու ժայռաբեկորներ։ Պատկերացնում եք, այստեղից գլորում էին այնտեղ։ Եթե այդ անհեթեթությանը հավատացող կա, թող հավատա։ Պատերազմի ավարտից հետո, ինչպես Արցախի բոլոր բնակավայրերում, այնպես էլ Քարինտակում սկսեցին բուժել վերքերը։ Այդ գործընթացը հզոր թափ է ստացել հատկապես վերջին 10-12 տարիներին։ Այսպես, Հայ օգնության միության հովանավորությամբ 2001-2009 թվականներին գործել է մանկապարտեզը, որին 2010 թվականին ԼՂ կառավարության համապատասխան որոշմամբ տրվել է պետական կարգավիճակ։ 2009-2011 թվականներին Հակոբ եւ Հիլդա Բաղդասարյանների միջոցներով վերանորոգվել է դպրոցը, լուծվել ջեռուցման հարցը։ Իդեպ 1998 թվականից կրթօջախը կրում է Հրանտ Ղարախանյանի անունը։ Դպրոցը 12-ամյա է, ունի 100 աշակերտ, ապահովված է ուսուցիչներով։ Հայաստան համահայկական հիմնադրամի Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի, Կիպրոսի տեղական մարմինների եւ Հայ օգնության միություն կազմակերպության հովանավորությամբ 2011 թվականին սկսվել է Ցուրտ աղբյուրից գյուղ տանող ջրագծի կառուցումը, որն ավարտական փուլում է։ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի օժանդակությամբ վերանորոգվել է հանդիսությունների սրահը։ Հայաստան համահայկական հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմնի հովանավորությամբ վերակառուցվել է դպրոցի մարզադահլիճը, կառուցվում է համայնքային կենտրոն, որն իր մեջ ներառելու է համայնքի աշխատակազմը, բուժկետը, գրադարանը, ակումբը եւ այլն։ Համայնքի սեփական միջոցներով տեղադրվել է փողոցների լուսավորության շուրջ 60 ջահ։ Հարկ է նշել, որ Քարինտակը գտնվում է պետության ուշադրության կենտրոնում։ Այս ամենն անշուշտ նպաստում է, որպեսզի Քարինտակցին մնա ու իր ստեղծագործ աշխատանքով ել ավելի հզորացնի հայրենի գյուղը։ Եթե մինչև Ղարաբաղյան պատերազմը Քարինտակն ուներ 161 տնտեսություն եւ 701 բնակիչ, ապա այսօր նույնքան տնտեսություն եւ 667 բնակիչ։ Սակայն ինչպես նշում է համայնքի ղեկավար Մխիթար Արուշանյանը, բնակչության աճի դրական միտում կա։ Վերջին 21 տարում ծնվել է 250 երեխա, ինչը նշանակում է, որ առաջկա տարիներին անպայման գերազանցվելու է նախորդ դարի 90-ականների սկզբների ցուցանիշը։ Մի հետաքրքիր օրինաչափություն կա։ Գրեթե բոլորը հայ թե օտար, ովքեր գալիս են Արցախ, ցանկություն են հայտնում լինել Քարինտակում, որովհետև լսել են քարինտակցիների անօրինակ հերոսության մասին եւ ուզում են լինել այնտեղ, մոտիկից տեսնել այդ հրաշքը ու ծանոթանալ մարդկանց հետ։ Եվ դա բնական ցանկություն է, մարդկայնորեն հասկանալի։ Այո, 1992 թվականի հունվարի 26-ը Ղարաբաղյան ազատամարտի տարեգրության մեջ մտավ որպես Քարինտակի հերոսամարտ, որը գրվեց Սուրբ Արյամբ։ Այդ հաղթանակը ոչ միայն, գուցե ոչ այնքան ռազմական հաղթանակ էր, որքան հոգեբանական, ոգու հաղթանակ, որը սկիզբ դրեց մեր հետագա հաջողությունների։ Քարից կարծր է Քարինտակը։ Քարինտակը ազգի հպարտությունն է, մեր գոյի ու հարատևության խորհրդանիշը։